Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, դուք դիտում եք ABC TV ուղիղ եթեր հաղորդաշարը սփռում է ամեն երեկո ժամը 9-ից մինչև 10-ը, կիրակի առավոտյան ժամը 10-ից մինչև 11-ը, Charter-ի 384-րդ հեռուստաալիքով եւ Time Warner-ի 165-րդ հեռուստաալիքով, Beverly Hills-ում, Canoga Park-ում, Eagle Rock-ում, Encino-ում, Fernwood, Grand Hills, North Hollywood, Northridge, Porter Ranch, Reseda, Shadow Hills, Stevenson Ranch, Sunland, Sun Valley, Silmar, Tahanga, Universal City, Westwood, West Hills, West Hollywood, Փոքրիկ Հայաստանը եւ հարակից քաղաքներ 75 քաղաքներ կարող են դիտեն ծրագիրը։ Այսօր ես պիտի խոսեմ հյուր ունեմ, իր հետ մի մոտարապես կես ժամ, նրանից հետո նյութեր ունեմ ձեզ բացատրելու, իսկ իմ հյուրս այս վարկանից այս մեր տաղավարում հյուրընկալներն են դոկտոր Արմեն Այվազյանին, որը հաճախ այս ծրագրի հյուրն է եղել տարիների ընթացքին եւ քաղաքական գիտությունների դոկտոր է եւ Արարատ ռազմավարագիտական կենտրոնի հիմնադիր տնօրենն է։ Եվ ահա այսպես այսօր մեր տաղավարում է։ Բարի եկեք մեր ծրագրին։ Ես ուրախ եմ այստեղ եք։ Երևի շուտով պիտի մեկնեք Հայաստան, ճիշտ գիտեմ։ Այո։ Շատ լավ։ Ես իմ ձեռքի տակ ունեմ դոկտորի վերջին գրությունները Արցախի հայկական բանակի հրազենը 1720-ական թվականներին եւ նաեւ հայկական մարտական դրոշները եւ 1730 թիվ հուլիսի 26-ի ռուս թրքական դիվանագիտական միջադեպը եւ նաեւ վերջում ժողովրդագրական իրավիճակը Ղարաբաղում 1710-1720-ական թվականներին տեսնում եք այս հոդվածներն որ վերջերս է գրել Հիմա ես նախքան անցնել ձեր գրություններին եւ ահա Ղարաբաղի մասին հարցեր ունեմ տալու նախ վերջին ժամանակներում ես չեմ տեսնում դուք հայաստանյան հեռուստաալիքները ինչ որ դիտում էինք ձեզ հաճախ էինք տեսնում վերջերս մի անգամից դոկտոր Արմեն Այվազյան գոյություն չունի ինչու Եթե հարցնեք մեր այդ հեռուստաընկերությունների ղեկավարներին նրանք ավելի ճշգրիտ պատասխան հավանաբար կտան բայց Ես կարող եմ ասել, որ ոչ միայն ինձ համար, այլ շատերի համար հեռուստաեթերը այսօր հատկապես քաղաքական մեկնաբանությունների համար, հատկապես ամենակարևոր ուղղություններով հայ-թուրքական հակամարտության վերլուծությունները պարզապես փակ են պրոֆեսիոնալ, անաչառ ոչ պալատական մեկնաբանությունների համար։ Այդ իսկ պատճառով էլ դուք ինձ չեք տեսնում, այսքանով բավարարվեմ։ Շատ լավ։ Հիմա վերջին տարիներում կեղծ այսպես պատմություն է ստեղծել, ասենք Ադրբեջանը, թուրքերը, եւ այդ կեղծ պատմության հետևանքով ասվում է, որ օրինակի համար Արցախը հայերը հյուր են եկել այդտեղ 1800 թվականին են եկել եւ նման հարցեր է արծարծվում։ Հիմա ես ուզում եմ անդրադառնալ այս ինչ որ խորագիրներ, ինչ որ կարդացի, դուք զբաղվում եք այս հարցով, ինչպես կարող եք պատասխանել այդ հարցին։ Այո, վերջին մի քանի ամսում կարծես վերակենդանացել է հին մի կեղծ վեճ, թե իբր ադրբեջանական այդ կեղծ պատմագրությունը մատուցում է օտար լեզուներով, հատկապես ռուսերենով, մատուցում է մի կեղծ տեսակետ, թե հայերը հայտնվել են Արցախում ընդամենը 1828 թվականին։ Որ իհարկե անհեթեթություն է եւ հայ ժողովրդի ամբողջ պատմությունը եւ Արցախում հայության պատմությունը յուրաքանչյուր դար արձանագրված է, թե ինչ է տեղի ունեցել, ինչպես, ել չեմ խոսում մեր պատմաճարտարապետական հուշարձանների մասին, եկեղեցիների, ձեռագրերի, որոնք գրվել են գերեզմանատուններ, այդ ամեն ինչի մասին չեմ խոսում, բայց իրենք շարունակում են դա այսպես գեբելսյան պրոպագանդայի նման, որ սուտը եթե կրկնես ու կրկնես վերջը շատերը կարող են հավատալ, եթե ոչ մեծամասնությունը։ Ցավալին այստեղ այն է, որ այդ տեսակետներին տեղ են տալիս օտար որոշ լրատվական ծառայություններ, վերլուծական կենտրոններ եւ տպագրում են այդ զառանցանքը հաստատ իմանալով, որ իրենք կեղծ գիտություն են տպում։ Դրանց թվում է պատկանում օրինակ Ռեգնում կոչված Ռուսաստանում գրանցված այդ
կայքը, որը տպագրում է, զետեղում է իր կայքում ավելի շուտ եւ ադրբեջանական այս կեղծ տեսակետները եւ հայկական հակադարձումը։ Այստեղ ազնիվ չէ խաղը իհարկե, որովհետեւ չի կարելի բանավեճ սարքել այնտեղ, որտեղ բանավեճի տեղ չկա, այսինքն իր սեփական ինչ-ինչ շահերն է այստեղ հետապնդվում կամ քաղաքական պատվեր է կատարում, այդ եւ այլ մի շարք կենտրոններ, ծառայություններ, տպագրելով ադրբեջանական բացահայտ կեղծիքները եւ ներկայացնելով իբր դա պատմական բանավեճ է, կամ ուղղակի խոսք կարելի է խոսել այստեղ մի կաշառակերության մի դրսևորման մասին, որ որոշակի գումարի դիմաց համաձայնվել են ինչ որ ռոպագանդել ադրբեջանական տեսակետը թեկուզ բանավիճային ինչ բաներով։ Իսկ այս 3 հոդվածների վերնագրերը, որ ասացիք, սրանք հրապարակվել են վերջին մոտավորապես 1 տարվա ընթացքում։ Սրանք այսինքն այն հոդվածներն են, որ դուք եք գրել։ Այո։ Հիմա այս հոդվածները, որոնք վերաբերում են 300 տարի առաջ Արցախում, Սյունիքում եւ Արևելյան Հայաստանում ազատագրական հուշկու այդ պատերազմի պատմությանը, սա իմ մենագրության առայժմ չտպագրված մենագրության գլուխներ են փոքրիկ, ավելի հանրամատչելի ձևով ներկայացված։ Ես փորձեմ շատ համառոտ եւ մատչելի ձևով ներկայացնել, գուցե հետաքրքիր կլինի նաեւ մեր ունկնդիրներին, որովհետեւ շատերը մեր հատկապես ռազմական պատմությանը այդքան էլ տեղյակ չեն, որովհետեւ ռազմական պատմությունը որպես առանձին ճյուղ մեր պատմագիտության մեջ դեռ նոր սկսում է զարգանալ։ Մենք չենք ունեցել պրոֆեսիոնալ ռազմական պատմաբաններ, այդ իսկ պատճառով էլ մեր ժողովուրդն էլ իր պատմության այդ ամենակարևոր մեծ հատվածին ուղղակի ծանոթ չի։ Չկան այդպիսի աշխատություններ կամ շատ քիչ կան։ Ես այդտեղ կուզեի խոսել նախ Արցախի հայկական բանակի 1720-ական թվականներին 300 տարի առաջ այդ բանակի կիրառած հրազենի մասին։ Մենք ունենք շատ հստակ տեղեկություններ, որ այդ ժամանակաշրջանում հայկական բանակը Արցախում եւ Սյունիքում ուներ նորագույն հրազեն։ Նախ ասեմ այդ բանակի թվի մասին եւ հայկական աղբյուրները եւ օտար աղբյուրները խոսում են մոտավորապես 50-60 հազարանոց հայկական զորքի մասին, որից մոտ 40,000-ը եղել է Արցախում, մոտ 20,000-ը եղել է Սյունիքում։ Եվ այդ զորքը մոտավորապես եւ այդ ժամանակ դա բարձր քանակ էր համարվում, այդպես շատ մեծ քանակ է։ Այսինքն հիմա կարող է այսօր էլ եթե վերցնենք 60,000-ը մոտավորապես Հայաստանի զինված ուժերի թիվն է։ Այսինքն դա համարվում է շատ խոշոր բան։ Այո, 60,000 բանակ հանում էր Կիլիկիայի հայկական թագավորությունը պատերազմի ժամանակ մոտավորապես 60,000-անոց զորք էր կարողանում դուրս բերել մարտադաշտ։ Ուրեմն այդ 1722 թվականից մինչև 1735 թվականը Արցախը եւ Սյունիքը կարողացան դիմադրել օսմանյան ներխուժմանը, ով ծանոթ է պատմությանը գիտի, օսմանցիները ներխուժեցին Իրան, այդ թվում այն ժամանակ Իրանի կազմում գտնվող այսօր Կովկաս, Հայաստան, Վրաստան եւ գրավեցին ամբողջ հյուսիսային Իրանը, արևմտյան Իրանից մեծ հատվածներ, ինչպես նաեւ ամբողջ այսօր Կովկասը, բացի Մերձկասպյան շրջաններից, որոնք գրավել էին ռուսները 1723 թվականին, 22-23 թվականներին։ Ուրեմն միակ կենտրոնը, որը ամբողջական շրջապատման մեջ կարողացավ տևականորեն դիմադրել շրջապատված վիճակում, դա Արցախն ու Սյունիքն էին, երկու իշխանապետություններ, եւ այդպես էլ նրանք չպարտվեցին մեր դասագրքերում, նույնիսկ հաճախ գրվում է, որ եւ պատմության գրքերում, որ պարտվեց այդ ազատագրական շարժումը, այդպես միանշանակ ասել պարտություն չի կարելի այդ ժամանակաշրջանի մասին, որովհետեւ այդպես էլ թուրքերը չկարողացան գրավել այդ տարածքը։
Ուրեմն այդ տարածքը հայտնի էր նաև նոր անուններով այդ ժամանակ։ Նոր անվանումներ էին, վարչական, քաղաքական անվանումներով էին կոչում այդ տարածքը եւ հայերը, եւ օտարները, ռուսները, թուրքերը, շրջապատող ժողովուրդները, նաև եվրոպացիները։ Գիտեք ինչ, օրինակ ռուսները կոչում էին այն հայկական զորքի ժողովատեղ, Սաբրանիա արմյանսկого войска, եւ երբեմն կարճ այդ տարածքն էին այդպես անվանում։ Կարճ անվանում էին հայկական ժողով կամ հայկական բանակ, արմյանսկое войско, արմյանսկая արմիա։ Հենց այդպես էլ անվանում էին։ Մենք ունենք անգլիացի մի շատ հայտնի հեղինակի Ջոնաս Համվեյի 1753 թվականին Լոնդոնում հրապարակված մի գիրք, որտեղ նա դարձյալ այդ ապստամբած հայկական ուժերին, շրջաններին տալիս է մի շատ հետաքրքիր անվանում։ Ասում է հանրապետության նման մի բան էին, a kind of republic։ Ովքեր ցանկություն ունեն կարող են Ջոնաս Համվեյի այդ աշխատությանը նույնիսկ ինտերնետով ծանոթանալ, այդ բառերն էլ գտնել։ Եվ հիմա տեսնենք, թե ինչպիսի զենք է ունեցել հայկական այդ զորքը։ Մենք ունենք տվյալներ ռուսական արխիվներից մասնավորապես, ինչպես նաև թուրքական աղբյուրներից ունենք տվյալներ։ Եվ այդ հաղորդումներում շատ պարզ ասում է, որ հայերը իրենք էին զենք պատրաստում Արցախում եւ Սյունիքում, քանակության մասին խոսք կա, ես քիչ հետո կասեմ, բայց նախ ասենք, թե ինչ զենքի մասին է խոսքը։ Իհարկե պատրաստում էին սառը զենք, թրեր, սրեր, կարճ դաշույններ, բայց դրանք միշտ էլ պատրաստել են Հայաստանում։ Իսկ այստեղ խոսքը վերաբերում է արդեն հրազենի, այն էլ նորագույն հրազենի։ Նորագույն հրազենով ասելով ես հասկանում եմ այստեղ կայծքարի հրացանը, անգլերենով flintlock, որը նոր էր մտել շրջանառության մեջ Եվրոպայում։ 17-րդ դարից սկսել էր մտնել եւ միայն 17-րդ դարի վերջին 18-ի սկզբին, այսինքն մոտավորապես հենց այդ նույն ժամանակ ամբողջովին փոխարինել էր պատրույքավոր հրացանը իր նախորդին։ Այս նոր հրացանները, կայծքարի հրացանները, կայծքարի փականքով հրացանները, եթե մենք ժամանակ ունենանք, ես կարող եմ նույնիսկ գտնել ցույց տալ նկարները, բայց հավանաբար մեր ժամանակը չի ների։ Ոչ, ես բացատրեք իրեն կպատկերացնեն այս։ Ուրեմն կայծքարի փականքով այդ հրացանները ավելի նրանց ավելի արագ էին կրակում, եթե պատրույկավորները կարող էին կրակել 1 րոպեում, ասենք, այստեղ ես նշած ունեմ ավելի ճշգրիտ, որպեսզի չխառնենք